Լավ, ինչքան եւ մինչեւ երբ հայ ժողովուրդը պետքա կերակրի չտես ու անկուշտ քայլառաստ նախարարներին։ Հոկտեմբեր ամսվա կտրվածքով ներքին գործերի նախարարությունը գնել է միջադիրներ, տամպոններ, կոնյակ եւ չրեղեն նախարարի համար։ Լավ, 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ ստացող մարդը չի կարող իրան թույլ տա միջադիրներ ու հիգիենայի պարագաներ առնել ինքն իր համար, իր աշխատավարձից, ոչ թե ժողովրդի հաշվին, չնայած աշխատավարձն էլ է ժողովրդի հաշվին։ Իսկ վասպուրական ու աղթամար կոնյակները չրեղենի հետ այդ ՊՄՍ-ից դուրս գալու համար է, թե ընկերներին հյուրասիրելու համար է, մեր հաշվին։ Ու դա հենց նույն նախարարությունն է, որը նախարարի ավտո է փոխում ու 120,000 ԱՄՆ դոլարից ավել գումար է ծախսում հարկատուների հաշվից։ Ամոթ չկա, կշտություն չկա աչքներիդ, հերիք եղավ, բոլ եղավ, ուշքի եկեք։ Միևնույն ժամանակ, կես տարվա ընթացքում մենք ունենք երկրորդ կորած մանկահասակ երեխա, որին փնտրում է MČS-ը, որին փնտրում են կամավորները։ Իսկ մի եքիաբանակ ոստիկանների զբաղված է դրանով, որ հետապնդում է քաղաքացիական պայմանագրի քաղաքական օպոնենտներին։ Լավ եղեք։